տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ են արձագանքել ուխտագնացությանը, սա նաև յուրօրինակ աջակցություն է եկեղեցուն եւ այս պահին բանտարկված սրբազաններին։ Ճիշտն ասած, դեռևս ժամը չի, համոզված եմ, որ շատ ավելի շատ են հավաքվելու, բայց քանակը չի որոշելու այսօրվա մեր եկեղեցու պաշտպանության հետ կապված, այսինքն ինչ ծավալի է հասնում, համոզված եմ շատ մեծ ծավալի է եւ մենք ամենօրյա ռեժիմով փորձելու ենք իշխանություններին հասկացնել, որ ուղղակի հեռու մնացեք եկեղեցուց, որովհետեւ դա արդեն, գիտեք, շատ անօրենություններ են արել, շատ սխալ վատ բաներ են արել, բայց եկեղեցին արդեն վերջն է, այսպես ասած։ Այդ իսկ պատճառով կարծում եմ կունենան այդ խոհեմությունը եւ ձեռքները հեռու կպահեն եկեղեցուց։ Պարոն Ղազիմյան, այնուամենայնիվ մեր ազգին եւ հոգեվոր դասի ներկայացուցիչներին կհաջողվի անառիկ պահել առաքելական եկեղեցին այն ոտնձգություններից, որոնք այսօր տեսնում ենք իշխանությունների կողմից։ Հոգեվորականները դրանք եկեղեցու սպասավորներն են, բայց հաշվի առնելով եկեղեցու հավատքի նշանակությունը ընդհանրապես ազգի համար, համոզված եմ իրենք կպաշտպանեն իրենց ուժերի չափով, բայց պաշտպանությունը չպետք է լինի միայն հոգեվորականների եւ սպասավորներով, մենք պետք է պաշտպանենք մեր հավատքի կենտրոնը, որովհետեւ թույլ տվեք ասել առանց չափազանցնելու, որ բացի հավատքից այլևս այսօր կայուն ոչ մի բան չունենք։ Միայն եկեղեցին է, որ մեր արժեքներից, գիտեք, բանակ եւ այ պետություն, Արցախ ունենք ընդամենը եկեղեցի, որը դեռևս կանգուն կանգնած է, ես համոզված եմ կանգուն է լինելու։ Այդ իսկ պատճառով պետք է հոգեվորականների կողքին լինենք, իսկ հոգեվորականների պասիվությունը շատ մարդիկ ասում են վեհապարը պետք է այսպես անի, այնպես անի, գիտեք, հոգեվորականը այլ կերպ պետք է մտածի եւ այլ կերպ պետք է ապրի, այսինքն ներելու սկզբունքով, Աստծուց խնդրելու, որպեսզի իմաստություն Աստված շնորհի այդ ոնց ասեմ մեղ մնչի մոլորված մարդկանց, դրա համար մենք բոլորս համոզված ենք, որ կպաշտպանենք։ Պարոն Ղազիմյան, հավանաբար արդեն որոշակի դիտարկումներ, ուսումնասիրություններ եւ եզրակացություններ արել եք երեկվա հանրահավաքի հետ կապված, ընդհանուր առմամբ, եթե կիսվեք մեզ հետ, ինչ եզրահանգման եք եկել։ Եկել եմ այն եզրահանգման, որ ժողովուրդը, մեր ազգը չի հանդուրժում այլևս այս իշխանություններին, ընդամենը պետք է ճիշտ կազմակերպում, պետք է առանց որևէ մեկին փնովելու ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ճիշտ կազմակերպում, ճիշտ մարդու կողմից, ճիշտ ուժի կողմից եւ կարծում եմ մնացածը արդեն այսպես ինքնըստինքյան ստացվելու խնդիր։ Ես համոզված եմ, որ չեն մնալու, գնալու են նրանք։ Իդեպ հավաքի մասնակիցների վերաբերյալ տարբեր թվեր էին հրապարակվում, ընդդիմության կողմնակիցները այլ թվեր էին հրապարակում, իշխանության կողմնակիցները հղում անելով Դանիել Իոնիսյանի հաշվարկին 7000 եւ մի քանի 100 թիվ էին հրապարակում, նաեւ բուռն քննարկվեց պաստառի վրա թույլ տված վրիպակը, սրանց վերաբերյալ ինչ կասեք։ Ճիշտ ասած, ես դրա մասնագետ չեմ թվերով հաշվեմ, դե իշխանությունը բնականաբար իրենց գցած նկար, ուղղակի իրենց հետ մի անձնավորություն կա, որի անունը չեմ էլ ուզում նշել, այդպես նկար էր գցել 18:05, գիտեք, այն մարդիկ, ովքեր չունեն ամոթ, այդ մարդկանց հետ պատասխանելը կամ իրենց հետ խոսելը անիմաստ է, շատ մարդ կար, կոնկրետ թվականակ թույլ տվեք չնշել, բայց շատ էին եւ էներգետիկայով լի եւ այդ եթե հետեւել եք Քայլերթին, ես բազմաթիվ անգամներ մասնակցել եմ այդ երթերին, այսպիսի էներգետիկայով, այսպիսի տեսակ ինչքան ժամանակում մենք օպերայից հասանք մինչև Նալբանդյան այդ երթուղիով։ Չգիտեմ, թվականակ թույլ տվեք չասեմ, որ չեմ սիրում սխալվել։ Առաջինի միջամտության վերաբերյալ, իշխանությունների եւ հայրաքելական եկեղեցու հարաբերությունները, այսպես ասած, կանոնակարգելու վերաբերյալ ինչ կասեք, քանի որ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ փորձելու էր խնդրին լուծում տալ, բայց դա էլ ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից։ Ես կարծում եմ, որ
նախ առաջինը կաթողիկոսներին ընդհանրապես ինչ-որ ձևով քննադատելը մեր գործը չէ, աշխարհիկ մարդկանց գործը չէ, բայց իմ անձնական կարծիքով իրականում այդտեղ եղել է շատ լուրջ մտահոգություն փոխանցելու խնդիր, ուղղակի իշխանությունները իրենց սովորույթի դե բնականաբար այդտեղ շնորհքի հարց կար, ինչ որ նվերել երևի թե ուղարկած կլինեն, բայց իշխանությունները այդ ամբողջը ներկայացնում են իրենց չէ, ձևը մի հատ է, դա մեր ձևն է, իրենց այսպես ասած օգտին, այդ իսկ պատճառով այդ լուսանկարները, որ տարածվեցին, որ այդպես նվերներ միսուս, բայց կարծում եմ շատ խիստ եւ Արամ առաջինին լսելով, անձամբ չեմ ճանաչում, համոզված եմ, որ շատ խիստ այսպես մեսեջ է փոխանցել իշխանություններին։ Պարոն Ղազարյան, այսօրվա հավաքը նաև մեր ձեռով շարժման հայտարարության մեջ նշում է, որ պաշտպանելու մայրաթոռ եկեղեցին պատրաստակամության մասին, սակայն չեն դադարում խոսակցությունները, հայտարարությունները այդ այսպես կոչված Փաշինյանի հայտարարած այսպես կոչված հոգևոր հավաքի մասին, որի մասին ի դեպ խոսակցությունները մամուլում տեղեկություններ կան, որ հնարավոր է հենց հոկտեմբերի 27-ին լինի։ Ինչ եք դուք պատրաստվում այդ օրը անել կամ եթե նման բան քայլի գնացին, իշխանությունները, քանի որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել, որ գնալու ենք Բեհարանը ազատելու կաթողիկոսից։ Մենք մեր ձևով շարժումը պաշտպանելու է եկեղեցին, ինչպես մենք կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի այսպես ակտիվ եւ ավելի ոնց ասեմ, ավելի սրտացավոր են։ Դա համոզված եմ ասում, ու դա չի վերաբերում միայն մեր ձևով շարժման։ Հավատացած եղեք 100,000-ավոր հավատացյալներ կան, որոնք հասկանում են ինչ է նշանակում եկեղեցին, դա անձեր չեն։ Ես որ մտնում եմ եկեղեցի, հոգևորական իմ դուրը կգա, չի գա, իր խոսելու ձևը, իր քարոզը, մյուսը, դա ինձ բացարձակ չպետք է հետաքրքրի։ Եկեղեցին դա այլ կառույց է, այդտեղ մտնում ես հավատքով, եկեղեցի մտնելուց անգամ մարզահագուստով չի կարելի, կանանց գլուխը բաց, ուսերը բաց չի կարելի, բարոյականությունը պետք է չափ ու սահման ունենա, այդպես հագուստներով, դարապես զենքով էլ չի կարելի մտնել եկեղեցի, կան այդպիսի կանոններ, պարտադիր չի միտեղ փակցնել։ Հիմա թող փորձեն, համոզված եմ չի ստացվելու, սա արդեն իրենց կործանումն է, եթե չեն հասկանում այդքանը թող փորձեն։